24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Աշակյանը։ Բարև ձեզ, պարոն Աշակյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսում է, նրան հրավիրել է Եգիպտոս, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը եւ Եգիպտոսի նախագահը, մասնակցելու է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, դրանից առաջ գնացել էր Տաջիկստան, դրանից առաջ գնացել էր Բրյուսել, Կոպենհագեն ավելի վաղ գնացել էր։ Այս շրջագայությունները ինչ նպատակ ունեն, ինչ է տալիս պետությանը եւ առասարակ ինչի է այդքան շրջագայում Փաշինյանը։ Առնվազն պետք է ասենք, որ բարեբախտություն է, որ մեզ չեն անտեսում։ Աշխարհում կարևոր հանդիպումներ են լինում, միջազգային ֆորումներ, որտեղ որ մենք հրավիրված ենք։ Հրավիրված լինելը արդեն դրական է։ Եթե նույնիսկ այնտեղ տարածաշրջանին կամ Հայաստանին վերաբերող հարցեր չքննարկվեն, այ մեր ներկայությունը նշանակում է, որ մենք ներկայանալի ենք, դա արդեն լավ է, իսկ ինչ շահենք այդ դրանից բացի։ Ինչ է տալիս պետության այս այցերը։ Պետությանը արդեն տալիս է, որ ուղղակի ներկայանալը։ Հրավիրվելը ոչ բոլորն են հրավիրվում, մանավանդ եթե տարածաշրջանից բավական հեռու ես, ասենք Տաջիկստան կամ Շանհայ կամ Վաշինգտոն, եթե հրավիրում են, դա արդեն լավ է։ Իրենց մոտ մենք այդ դրական գործընկերայնության ցուցակում ենք մենք գնացված ոչ թե իզգոյների, ոչ թե բորոտների մերժվա, այսինքն լուսանցքից դուրս ենք եկել մենք հիմա որպես գործընկեր, դա արդեն շատ լավ է։ Իսկ ինչ կտա, արդեն դա հմտության մեր գործիչների իշխանության, արտաքին գործերի նախարարության հմտության հարցն է։ Ես հույս ունեմ, որ եթե մեր հմտությունը չբավարարի, երբեմն մենք դա տեսնում ենք, որ չի բավարարում հմտությունը, ուղղակի այնտեղ պայոկներ են բաժանում այցելուներին, ինչպես ֆուրշետն է, գիտեք, չէ։ Ինչ որ բան մեզ կմնա, ըստ նրանց առատաձեռնությունից կբխի ինչ որ բան։ Ես հույս ունեմ, որ մերոնք այդտեղ արհեստավարժ կլինեն, մանավանդ հիմա արևելք է, մենք արևելագետներ ունենք լավ, այստեղ բան չունեմ ասելու, մենք ներկա ենք եղել արևելքում միշտ, դժբախտաբար, այդ գենոցիդից հետո մեր համայնքները արևելքում, արաբիստները եւ այլն, ուրեմն եթե վստահ եմ, որ մերոնք մի բան կանեն, բայց եթե ոչինչ էլ չանեն, այնտեղից մեզ դա այդպիսի բան է, մի ուսապարկ տալիս են առանձին, գրված է Հայաստանին, Տաջիկստանին, Բելոռուսին, այնտեղ օրինակ Դուշանբեում այդպես է, որ մեզ Հայաստանի ուսապարկը վերցնում ես, հետո բերում բացում ես տանը, տեսնում ես բարեմաղթ։ Ամեն դեպքում դուք դրական եք դա համարում։ Քննադատվում է, որ այս ամեն ինչը արվում է ընտրություններից առաջ, աջակցությունը Փաշինյանը փորձում ստանալ Արևմուտքից, Ռուսաստանից եւ այցերը նաեւ տպավորություն է թողնում հանրության մոտ, որ տեսեք Փաշինյանը տարբեր երկրներ է գնում, պայմանավորվածություններ է ձեռք բերում։ Դուք սա համարում եք ընտրություններից առաջ նաեւ արվող քայլեր։ Այո, ես գտնում եմ, որ դա բնական է, բոլորը պետք է դա անեն։ Դա հարգալից վերաբերում է ժողովրդավարությանը։ Այդպիսի հնարավորություն ունեն քաղաքական Իսկ աջակցություն կարող են տալ Փաշինյանին։ Դե դա արդեն աջակցություն է։ Վերընտրվելու աջակցություն։ Այո, այդ հրավերի մեջ կա նաև դա։ Դա ոչ միայն Հայաստանին են աջակցում, ընդհանրապես դա Հայաստանին է։ Դա Հայաստանի կարգավիճակն է, բայց որևէ ուժ կարող է դրանից օգտվել։ Օրինակ իշխանությունը ակնհայտորեն դրանից օգտվում է։ Շահը դա իր ակտիվում գրանցում է որպես հաջողություն։ Ուրեմն դա կա եւ համարում եմ բնական։ Ես նույնիսկ ասեցի ավելին, թող շատ շահեն։ Ինչքան որ Հայաստանի Հանրապետությունը կշահի, դա կգրանցվի քաղաքական իշխանության ակտիվում։ Ես կարծում եմ, որ կա մյուսները նույնպես պետք է դա անեն իրենց գործընկերներին, այսինքն մյուս ճամբար ասենք, հա, օրինակ Եվրազիական միությունում, տեսեք Դուշանբեն հենց Եվրազիական միության ֆորումներ, նրանք բայց ոչինչ չտվեցին այդ ուսապարկը, որը որ բաժանում են։ Ինչ պետք է տային։ Հա, անվտանգություն, տնտեսական ինչ-որ արտոնություն, գազի, էներգիայի, հա,
այդ Թուրան ծրագրի մեջ առանձնացնեին, օրինակ Հայաստանն ասեն, որ դա ձեզ վտանգ չի սպառնում, այդ Տաջիկստանից, Բելոռուսից, Հայաստանից, Ռուսաստանից բացի դա Թուրան ծրագիրն էր ընդհանրապես։ Ուրեմն այնտեղ պետք է ասեին, որ դուք անհոգ եղեք, դա զարգացման ծրագիր է, դուք կշահեք, օրինակ այդպիսի բաներ մեզ չտվեցին։ Բայց ներկայությունը, որ այնտեղ օրինակ մեզ հայհոյեցին, ես կարծում եմ, որ դա լուրջ էր, մենք բացասական բան ստացանք, վիրավորվեցինք։ Մեր երկրի ղեկավարը այնտեղ բան էր, օտար էր եւ ակնհայտ տոքսիկ երկրի ղեկավարը հայհոյեց։ Ինքը համարժեք պատասխան չտվեց։ Նկատի ունեք Լուկաշենկոյի Լուկաշենկոն, այո, հայհոյեց մեզ ու պատասխան չստացավ։ Որ ասաց Կուդա денетесь։ Ասաց մենք ուր գնում ենք, ուր պետք է լինենք, որտեղ մենք գնում ենք, այնտեղ գալիս է։ Կուդա денетесь, ուր պետք է գնայր, ինքը պետք է ասեր, որ ինչ որ բան, ես հիմա չհուշեմ իրեն։ Ինքը պետք է բան ասեր, որ Լուկաշենկոն հաջորդ անգամ խուսափեր նույնիսկ հայտարարություն անելուց։ Ես կարծում եմ այնտեղ մենք բացասական այնտեղից ընդհանրապես բերեցինք բացասական ակտիվ քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը նախընտրական կամպանիայի մեջ իմ նմաններին խոսելու իրավունք տվեց։ Ասեմ, հետ ինչ խոսեմ, նույնիսկ այսինքն պետք է կոշտ պատասխաներ Լուկաշենկոին, բայց նա կատակ էր անում։ Թող ինքն էլ կատակ աներ, նա կոշտ կատակ աներ, որ նա մյուս անգամ մեր հետ կատակ չաներ։ Մեր հետ կատակ մի արեք այդ ծաղրածու։ Այդպես ասել, օրինակ ես որ ինձ որ ասենք, ասեն ծաղրածու։ Ես չեմ պատվիրել քեզ այդ կատակը։ Ես մի բան կասեի էլի, քշեի, վրա պետք է տասնեմ։ Բայց ինչ մեսիջ էր հղում Լուկաշենկոն, որ ուզում էր ասել, որ տեսնում ես, որքան էլ գնում ես արևմուտք, մեկ է վերադառնում ես այստեղ։ Դա է նրա ասածը։ Դե փաստորեն ես ձեզ պետք է ասեմ, որ շնորհակալություն պետք է ասենք Լուկաշենկոին, մեզ օգնեց։ Ինձ առիթ տվեց դիտողություն անելու, ասելու մի գնա։ Ես ասում եմ, պետք չի գնալ այդ հանդիպում, դու ում հետ ես գնում, բա Լուկաշենկոն որպես բռնապետ 25 տարի, 24 թվից չես սկսած, 94 թվից ինքն է երկրի ղեկավարը, անփոխարինելի, բացասական նմուշ է դա դեմոկրատական արժեքների տեսակետից։ Ուրեմն նրա ժողովուրդը, բելոռուսները չեն ասի, դուք ինչ եք անում։ Դուք մեր բռնապետին աջակցում եք, դուք համաձայն եք, որ սրինգ նվագող աղջիկը բանտում է 45 տարեկան։ Աղջկան ինչ եք բանտում, պահում, քաղաքական հակառակորդը։ Քաղաքական հակառակորդի աջակից երաժիշտը։ Դուք ինչ եք այդ աղջկան բանտում, պահում, քաղաքական հանցագործության համար 20 թվականի ընտրությունների մասին է խոսքս։ Ուզում ասել, ինչ պետք է մենք ինչ ասենք բելոռուսներին, քաղաքական հալածյալներին, մենք ինչ ենք ասելու կամ ընդհանրապես բելոռուս ժողովրդին, բացատրություն պետք է տանք, չէ՞, մեր երկրի ղեկավարի պատճառով։ Իսկ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունները, որ փուլում են, դուք ինչ գնահատական կտաք, առաջընթաց կա, թե նույն տեղում դոփում ենք։ Ես կարծում եմ, որ դոփում ենք այնտեղ, որտեղ որ մեզ տարել են։ Եվ մեզ, եւ Ադրբեջանին։ Մենք այնտեղ կամազուրկ ենք։ Մենք հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններում հիմա շուրջ ադրբեջանա-հայկական, թուրք-հայկական հարաբերություններում մեզ ձեռքից բռնած տարել են այնտեղ։ Մենք բայց ինչու ենք սպասում ենք, որ մեզ ասեն հաջորդ քայլը ինչ է։ Մենք հանձնել ենք մեր այդ իրավունքը Եվրոմիությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ասել ենք դուք տնօրինեք, մեզ հաշտեցրեք կամ կռվածրեք։ Եթե մեզ լավ սպառազինություն տան եւ զինվորական աջակցություն տան, մենք նաեւ կկռվենք։ Այ 30 տարի դա արել ենք։ Կռվել ենք հաջողությամբ, ազատագրել ենք տարածքներ, հպարտ էինք, հաղթող էինք։ Հիմա մենք արդեն նախադեպ ունենք, եթե մեզ կռվածնեք, լավ զենք տակ, մենք կկռվենք։ Եթե չեք տալիս խաղաղության ծրագիր եք առաջարկում, մենք պատրաստ ենք նաև խաղաղության եւ համագործակցության։ Խաղաղության գործընթացը առաջ գնում է կարծում։ Ես ասում եմ, որ մենք չգիտենք, որտեղ նրանք ինչ կորոշեն։ Այդ համագործակցությունը Ռուսաստանի եւ Ամերիկայի
Եվրոմիության միջ եղած այդ կոնսենսուսը համագործակցության Հայաստանի վերաբերյալ։ Ես բարբերաբար դա կրկնում եմ։ Կարծում եմ, որ կա փոխադարձ համաձայնություն Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Ֆեդերացիան եւ Եվրոմիությունը իրար հետ համաձայնեցնում են տարածաշրջանում ընդհանրապես այս հատվածում տարածաշրջանի մասնավորապես հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունում նրանք կարծես թե ունեն ընդհանուր դիրքորոշում։ Օրինակ Մեղրի հատվածում Մեղրի կարգավիճակի հարցում կար նոյեմբերի 9-ի հուշագիրը, դա ինչ էր փաստաթուղթը, նոյեմբերի 9-ի հայտնի, եւ կա օգոստոսի 8-ի գրեթե նույն բովանդակությունը ունեն, բայց մի դեպքում Ռուսաստանն էր կարգավորողը վերահսկելը մի մասն է դրա։ Վերահսկող չէ, տնօրինողը։ Հիմա իսկ մյուսը օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Իդեպ ասեմ, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների դրական կարծիքը կար։ Այսպես ասենք փոխադարձ էր Եվրոմիությունը, այդտեղ ՆԱՏՕ բան բոլորը միասին, յոթնյակը դեմոկրատական պետությունների յոթնյակը, ժողովրդավարական պետությունների յոթնյակը իր համաձայնությունը տվել էր նոյեմբերի 9-ի փաստաթղթին, չէին առարկում։ Հիմա բայց քանի որ ձախողվեց 8 կետը չկատարվեց, 9 կետից բաղկացած հուշագրում 8 կետը ջնջվեց։ Այդ 9-րդին նույնիսկ անդրադառնալը անիմաստ էր, ասենք տարանցիկ ճանապարհի մասին։ Իսկ հիմա այս Թրամփը ինչ ընթացք կունենա, արդյոք Թրամփին շարունակում է հետաքրքրել, որովհետև ասում են Նոբելյան մրցանակը ոչ չստացավ, կարող է քիչ հետաքրքրություն արդեն ցուցաբերել, որովհետև այս ամենի նպատակն այն էր, որ նա Նոբելյան մրցանակ ստանար։ Տիգին Հերմինե, ավելի վատ որ Նոբելյան մրցանակը չտվեցին, նա հիմա շատ ավելի շահագրգիռ, պետք է հիմա ապացուցի, որ սխալվել են, որ վիկինգները սխալվել են, որ իրեն չեն տվել, ինքը արժանի էր, հիմա ավելի մեծ ջանք պետք է թափի ապացուցելու համար, որ իսկապես խաղաղություն բերող է, հենց Եգիպտոսում այդ հանդիպումը արդեն Նոբելյան մրցանակը բաժանելուց հետո է եղել, չտալուց հետո, իրականում տվել են ում որ պետք էր։ Կարծում եք այդ ճանապարհի մասին Հույս ունեմ, ես լավատես եմ, հույս ունեմ, որ մենք պետք է դա օգտագործենք, ասենք չտվեցին, ոչինչ, դու ապացուցի, որ արժանի է, նրանք են սխալվել, ոչ թե մենք։ Մենք փաստորեն դիմել էինք այդ մեզ են մերժել իմիջիալուց, Թրամփին չեն մերժել։ Դե Ալիևն էլ էր դիմել։ Դե ուրիշները դիմել, բայց մենք այնտեղ չմտնենք։ Չէ, Թրամփի համար։ Նրանց այգին չմտնենք, հարթակը կամ տարածք չմտնենք, մենք դիմել էինք ու մենք գիտեինք, որ մենք հեղինակություն ենք, Նանսենն էր, չէ՞, այնտեղից եղել։ Այսինքն խոշոր պետություններն են որոշում ինչ կլինի հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններում։ Իսկ Թուրքիան չի որոշում։ Խոշոր չի, Թուրքիան կաղ պետություն է, խոցված, խոցելի եւ չկայացած պետություն է, որպես այդպիսին չկայացած, որտեղ նա պետք է լիներ նմուշը, մահմեդական դեմոկրատիայի նմուշը պետք է լիներ, ինքը չի։ Նույնիսկ հետ ընթաց կա այն ստեղծման 100 տարի առաջ, երբ որ ձևավորվեց Թուրքական Հանրապետությունը Օսմանյան իմպերիայի քայքայումից հետո, նա այդ Լոզանի կոնֆերանսում ենթադրվեց, որ դա պետք է լինի նմուշ մահմեդական աշխարհի համար։ Հիմա կարծում եմ, որ բացասական նմուշ է, այդպես չի կարելի, որովհետև կրոնական բան գոյություն ունի, ծանր ուղղվածություն։ Այսինքն կրոնականությունը մտել է աշխարհիկ կյանք։ Դա պետք է անպայման բաժանված լիներ։ Ես այդ իմաստով ծրագիրը ձախողվել է, այդ պրոյեկտը, իսլամական դեմոկրատիայի պրոյեկտը Թուրքիան ձախողել է։ Հիմա կա օրինակ Բոսնիա-Հերցեգովինան, կա Ալբանիան, մահմեդական պետությունների նմուշներ, որոնք ավելի դեմոկրատական են, ավելի ազատ են, ավելի նմուշային են, քան թե Թուրքիան։
Բայց ամեն դեպքում հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիան իր շատ մեծ դեր է, ակտիվությունը ունի, շատ այո, մեծ։ ներգրավվածությունը ունի, նույնիսկ Այո։ Փաշինյանին ասում էր հենց Ալբանիայում ասում էր պայմանավորվեցիք Ալիևի հետ, ամենից նորմալ է, այսինքն ինքն է վերահսկում կոռուպցիան անում այդ գործընթացի։ Եվ ինչ է այս ամենից հետևում։ Ինքը անում է Թուրքիան որպես Ադրբեջանի մեծ եղբայր։ Այսինքն դա մեկ է, երկուսը մեկ։ Ասում են գնացեք իրար հետ խորհրդակցեք, իրականում մենք եւ նրանք։ Այո։ Ուզում եմ ասել, որ Թուրքիայի դերը այդ հարցում շատ երկրորդական է։ Արդեն 200 տարի է, ավել 200 տարուց Թուրքիան համարվում է հիվանդ պետություն։ Եվրոպացիներն նույնիսկ կարևոր խորհրդաժողովների, երբ վճիռներ են կայացվում տարածաշրջանի վերաբերյալ, Թուրքիային չեն հրավիրում։ Բայց Թուրքիան կարողանում է ազդեցություն Գործադրում գործել է։ Հայաստանի վրա նաև, որպեսզի փոփոխություններ իրականացվի նույնիսկ համանդրության հետ կապված, որ նախաբանը փոխվի։ Հիմա այս Ոչ։ Արարատ Սարի պատկերի հետ կապված քայլերը, որոնք արվում են, այս ամենը Թուրքիայի, այսպես ասած, մատախառը չէ։ Ոչ։ Թուրքիան իր հարցերն է լուծում ներքին։ Դա իր համար է ներքին։ Մենք կանենք, չենք անի, դա մեր հարաբերությունների վրա չի ազդի, մեր կարգավիճակի վրա չի ազդի։ Այն որ փոխեն, ես կատակով մեկ ասում եմ, Արարատը դարձնեն Ալագյոս, Արաքսն էլ դարձնեն Գետառ։ Այսինքն մեր մայր գետը լինի Գետառ, որ Ռոբերտ Քոչարյանը թաղեց։ Թաղել է, չկա Գետառը։ Ասենք հիմա էլ չենք մայր Արաքսի ափերով չենք երկի, քայլի, Գետառի ափերով։ Ուզում եմ ասել, դա ծիծաղելի է։ Կուզենանք կանենք, կուզենանք չենք անի։ Այսինքն պահանջ դրված չէ, կարծում եմ։ Դրված է, նրանք շատ բան են դնում։ Դա իրենց ներքին բանի համար է, սպառման համար է։ Բայց մենք փաստորեն կատարում ենք։ Դրա համար մենք ասում ենք մի արձագանքեք։ Շատ բան են ասում, որ եթե պետք չի սահմանադրությունը փոխել, մի փոխեք։ Դրա հետևանքով Թուրքիան չի կարող իր յանիչարներին ուղարկել։ Թուրքիային կխեղդեն։ Այսինքն Թուրքիան հնարավորություն չունի մեզ պատժելու, եթե նա ունենար կպատժեր, չունի։ Ուրեմն մի վախեցեք։ Այդ վախի չափելու խնդիր ունենք մենք երևի։ Թող մնա Արարատը, ընդհակառակը Մարտիրոս Սարյանի գերբը հետ բերեք։ Միայն Արարատ էր այնտեղ։ Ասում են կհրահրի պատերազմ, ինչպես 44 ժամանակ։ Պատերազմը չի որ հրահրվի, դա չի կարող առիթ լինել։ Սահմանադրությունը ճիշտ այնպես ինչպես իրենց սահմանադրությունը չի կարող առիթ լինել։ Այդ դեպքում ինչու է իշխանությունը գնում այս այդքան մի բան քայլերին։ Մերանում ոմանք գերագնահատում են Թուրքիայի դերը եւ ազդեցությունը, զորությունը։ Չկա Թուրքիայի այդ չափ իրավունք չունի։ Հիմա մենք այդա քննարկում ենք, ասում ենք նույնիսկ մի առհամարի հակադարձի ասա դուք փոխեք սկզբից, հետո մենք կմտածենք։ Դուք փոխվեք։ Բայց Փաշինյանը չի ասում, որ Թուրքիան այս պահանջը ներկայացրել։ Փաշինյանը ասում է, որ դա մենք ենք մտածել, որ պետք է սահմանադրությունը փոխենք, պետք է Արարատ Սարից հրաժարվենք։ Դա մեր ներքին է, այսպես ձևավորված օրակարգն է, նպատակն է։ Իրական Հայաստան մեջ տեղավորվելու եւ ոչ թե որ դրսից են մեզ թելադրել։ Չէ, դա այդ հատվածը շատ բաժիններ կան։ Դուք ինչ որ ասացիք, դա մեր ձևաչափը ժամանակը չի ելիքի, որ կետերով անդրադառնանք, ես ասում եմ, բայց Փաշինյանը ներկայացնում է պես ինչ գաղափար այս ամենը։ Իրական Հայաստանի մեջ տեղավորվելու։ Ձեր ասածների մեջ կան բաներ, որոնց հետ ես համաձայն եմ, այսինքն Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն եմ, բայց որ իսկապես պետք է Հայաստանը անկախանա, դուրս գա այդ ռելսերից, որի վրա մեզ դրել է պերեստրոյկան։ Պերեստրոյկան մեզ դրել է ինչ-որ ռելսերից, պերեստրոյկան վերջացել է Ռուսաստանում, Սովետական Միությունում, Ուկրաինայում, Ղազախստանում, այնտեղ որտեղ որ սկսվել է, այնտեղ վերջացել է, բայց մենք ապրում ենք պերեստրոյկայի, պարտիա Լենին-Գորբաչով ծրագրով ենք մենք ղեկավարվում։ Բայց Արարատ Սարից մենք հրաժարվում ենք, ազատ ենք լինում ավելի անկախ։ Դա առաջի մասն է, ես ասում եմ, պերեստրոյկայից հրաժարվելը ճիշտ է։ Պերեստրոյկայի արժեքային համակարգից Ղարաբաղյան շարժում ծրագրից հարկավոր է հրաժարվել։ Դա պերեստրոյկայի ծնած շարժումն էր, պերեստրոյկան մեռել է, իր հետ տարել է Ղարաբաղյան շարժումը։ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության այդ հատվածը ես ընդունում եմ, ասում եմ, հա հարկավոր է, թողեք պարտիային ու Գորբաչովին թողեք։ Բա Արցախի հետ ինչ է լինում։ Վերջնականապես դրանց նրանք ծնել էին Արցախյան շարժում չէր, Ղարաբաղյան։ Նագորնո-Ղարաբաղյան շարժումը ծնեց պերեստրոյկան։
Բայց նաև ժողովուրդն է, չէ՞ Չէ, դուրս։ ժողովուրդը առիթից ժողովուրդն էր։ օգտվեց։ Ժողովուրդը մենք։ Ես չեմ ուրանում, մենք առիթից օգտվեցինք, ասեցինք հնարավորություն է տվել պերեստրոյկան։ Օգտվենք։ Պարտիա Լենին Գորբաչով Ղարաբաղը վերադարձրեք ազգային ժողովը, մեր գերագույն սովետը։ Օրենք ընդունեց միացման եւ այլն, բայց պերեստրոյկան մեռավ։ Հենց որ պերեստրոյկան մեռավ, իր հետ տարավ նաեւ իր առաջարկած լուծումները։ Հիմա Նիկոլ Փաշինյանը 35 տարի հետո եկել ծաղկեպսակ է դնում այդ գերեզմանին, պերեստրոյկա, ասում է մեռել է ժողովուրդ։ Այդ դիակը թողեք։ Նոր ժամանակներ են, նոր խնդիրներ կան, ասենք խաչմերուկ, խաղաղություն եւ այլն, ինչ ծրագիրն է առաջարկում։ Դրան ես համաձայն եմ։ Բայց որ օրակարգի մեջ մտցնում է նաեւ թուրքերը նայես են ուզում, թուրքերն են ուզում, տարբեր տեսակի թուրքերը։ Ես դրա հետ համաձայն չեմ, ասում եմ թող ուզեն։ Դա ուզեն, դու էլ ուզի։ Դու էլ ուզի, երկու բան ուզի։ Որպես ռետորաբանության առումով, բայց որպես պետական պետության ղեկավար դրանց տիրաժի մի ենթարկի դրանց կարծիքը մեր երկրում։ Ոչ էլ անդրադարձի հասարակական կազմը, թող դաշնակցությունը դրանց հետ վիճի։ Այ իսկականն է։ Թող դաշնակցությունը պատասխանի դրանց, դու մի մտի։ Դու սահմանադրությունը պետք է փոխվի, փոխենք, դրեք, բերեք, նախագիծը բերեք, քննարկենք։ Տեսնենք ինչ է, այո, պետք է փոխվի։ Ես սրանից 10 տարի առաջ եմ ասել, սա լավ սահմանադրություն չի։ Այդ իրավունքով եմ այսքան մեծամիտ։ 10 տարի առաջ ասում էի, լավը չի, փոխել է պետք, մի ընդունեք։ Բայց ցավն այն է, որ սահմանադրության ոչ թե դրույթներ է խոսվում, թե ինչը պետք է փոխվել, հիմնական շեշտը դրվում է հենց նախաբանի վրա, որ հենց նախաբանից պետք է հրաժարվել։ Այո։ Ես սխալ էլի։ Ասում եմ, մի թող դաշնակցությունը հրաշալի դրոշ ունի դաշնակցությունը դրա վերաբերյալ։ Իշխանությունը վախենում է, դրա համար է գնում այդ քայլերին։ Ես կարծում շատ բաններից է կախված։ Շատ բաներ են եւ վախենում է, եւ հմտություն չունի, եւ կադրային քաղաքականությունը լավը չի։ Պետք է նախարարի անունը Արարատ չլներ օրինակ։ Դա էլ է էլի խնդրեմ։ Արարատ Միրզոյանը գնում ասում է Արարատը հանում է։ Տեսնում եք կադրային քաղաքականության մեջ կարելի է չթեթևացնում են լարվածությունը։ Մենք լարվել ենք քուրեն լարվածությունը թույլատնելով կադրային կարելի է Արարատ Արաքսպետյան ասենք։ Հնարավոր է նույնիսկ հասնի գործը նրան, որ փոփոխություններ արվի եւ գրականության մեջ եւ պատմության մեջ, ամեն ինչ իրական Հայաստանի մեջ։ Դուք ավելի ուժեղացրեցիք, իհարկե անլուրջ է Արգելվի Ռաֆին Արգելվի պատկերացրեք։ Միգուցե անլուրջ է, բայց արվի։ Միգուցե այս ամեն ինչը դրան է գնում։ Չէ, ոնց մենք փոխվելու ենք, չէ։ Մենք մի քանի հազար տարի է հավատարիմ ենք ինքներս մեզ լեզուն փոխենք։ Իսկ եթե պետական քաղաքականությունը Մեսրոպ Մաշտոցի միջայլոց։ Տեսեք, ես հիմա պայքարում եմ եւ աջակցում եմ Վաղարշապատում ընտրություններին աջակցում եմ Հարութին ու ասում եմ անպայման Սուրբ Էջմիածին, Էջմիածին չի, դա Սուրբ Էջ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց, դա Մեսրոպ Մաշտոցի պողոտա չի։ Դուք այդպես եք ասում, բայց իշխանությունը այլ։ Իշխանությունը ինձ դրա համար չի բանտարկում առայժմ։ Այ թող, դա է մեր օրակարգը, Սուրբ Էջմիածին, Էջմիածին։ Տեսնում եք, հազարու մի հարցեր կան օրակարգում։ Դա մենք թողել ենք, ասում ենք թուրքերը չեն հավանում մեր արտաքին գործերի նախարարի անունը։ Ես տենց եմ հասկանում, Արարատ Միրզոյանի անունը դուրները չի գալիս։ Ուզում են Արարատից առասարակ։ Չէ, Արարատ Միրզոյանը Արարատը ուրիշ տարածքում է, ընդհանրապես չխոսենք, չհիշենք։ Նրանք ուղղակի Արարատ Միրզոյանի անունը ուզում են փոխեն, դա Զաքսում տանեն, ծննդականով բանով փոխեն։ Դա է իրենց նպատակը, Արարատ Միրզոյանին դեմ են։ Արարատ լերո, բայց ամբողջ քաղաքակրթական համակարգը Արարատյան թագավորության Հայաստանը հայքից բացի ունեցել է ուրիշ անուն, Արարատյան թագավորություն։ Դա էլ են փոխելու։ Այդ Ստրաբոնին, պատկերացրեք Ստրաբոնով, Հերոդոտով, հույներով, հոռոմներով, եգիպտացիներով, ասորիներով, գերմանացիներով, ֆրանկներին, բոլորին հո չեն փոխելու։ Դա անիմաստ է։ Այ Արարատ Միրզոյանի անունը կարելի է փոխել։
Ընտրություններն ինչ հնարավորություն ունեն իշխանությունը, իրենք հայտարարություններով ցույց են տալիս, որ որևէ մտահոգություն չունեն, վստահ են, որ վերընտրվելու են 50-ից ավել ձայն են ունենալու, բայց արդյոք իրականությունը այդ մասին խոսում է։ Այդպիսի ինքնավստահությունը մտահոգիչ է։ Դգոլը, Չերչիլը հաղթած Չերչիլը, Մալբորոյի դուքսը, հա, ինչ էր դրա ցեղը։ Չերչիլը պարտվել է, Դգոլը պարտվել է, ինքնավստահ էին, էլի ասում են, ով պիտի Չերչիլին փոխի Բրիտանիայում։ Հենց որ ես մտահոգված եմ իրենց այդ ինքնավստահությունից, դա կարող է եւ այլ արդյունք տալ իրենց համար շատ ցավալի։ Ինչու՞, որովհետև պարտված է եւ դա ամեն դեպքում դեր է խաղում։ Իրենց ոգևորել այն հանգամանքը, որ 21 թվականին ընտրվել են։ Գիտեք, ես 21 թվականին բավական երիտասարդ էի ու սիրտս վիրահատված չէր։ Ես էլ ուրիշ էի եւ գանգրահեր էի։ Այսինքն իրավիճակը այլ էր։ Հիմա իրանք այն նման են, սիրտները վիրահատված է եւ ճաղատ են։ Թող իմանան հայլու մեջ մի հատ նայեն։ Հարկավոր է լավ կռվել, պատրաստվել, չթերագնահատել հակառակորդներին, որտեղ ենք տալի, էլի ձրի իմիջայլոց, չէ՞։ Ինձ ու եւ ձեզ քաղաքացիական պայմանագիրը չի վճարել, չէ՞, գովազդի համար։ Ես կարծում եմ, որ իրենք պետք է չթերագնահատեն հակառակորդներին։ Հնարավոր է իրենց պատրաստվել է լինի ճնշումները, օրինակ կալանավորումներ համատարած բոլոր ընդդիմախոսների, այն մարդկանց, ովքեր ազդեցություն ունեն, ովքեր կարող են շարժում գեներացնել, մարդիկ համախմբել իրենց շուրջը։ Հնարավոր է այս ամենին Փաշինյանը գնա կրկին վերընտրվելու համար։ Թող ինքը մեկ-մեկ Սերժ Սարգսյանի նկարներից կունենա իր մոտ, նայի Սերժ Սարգսյանին ու այդպես չանի։ Այդ ձեր ասածը շատ վտանգավոր է։ Ուզում է հեղափոխություն, թող նախահեղափոխական մթնոլորտ ստեղծի։ Այս Սերժ Սարգսյանը դա արեց ու ստացավ։ Մեր ժողովրդի մասին հարկավոր է լավ կարծիք ունենալ, որովհետև մենք կանենք դա։ Այսինքն հակազդեցության կարժանանալ։ Մենք կանենք դա։ Մի անգամ իր հետ միասին եւ ինքը որպես շահառու գիտի, որ մենք արեցինք, երբ որ մեզ արհամարեցին, բանտերը լցրեցին, չէ, մեր ակտիվիստներին գնդակահարեցին մեզ մարտի 1-ին, մենք հեղափոխություն արեցինք, մեր ժողովուրդն է հեղափոխություն արել, Նիկոլ Փաշինյանը Արարատ Միրզոյանի հետ չի արել, մենք ենք արել հեղափոխությունը, մրցանակը տվել ենք Արարատ Միրզոյանին եւ Նիկոլ Փաշինյանին, Արարատը խոսում ենք ուղղակի թուրքերը մցրեցին, էլի մեր օրակարգ։ Այսինքն Փաշինյանը պետք է վախենա Արարատ Միրզոյանի մասին ուրա, ես լավ կարծիք ունեմ Արարատ Միրզոյանի մասին, ինքը թիրախ չի ինձ համար, անունն է ուղղակի օրակարգում։ Ես կարծում եմ, որ հեղափոխություն անող ժողովուրդ ենք մենք, եթե հեղափոխական մթնոլորտ հասունանա, մենք կանենք, դրա համար ժողովրդավարությունը հակահեղափոխականությունն է, ժողովրդավարական ճանապարհով ազատ, արդարացի, թափանցիկ, մրցակցային, պարտադիր է, մրցակցային ընտրություններով հարկավոր է Հայաստանում ձևավորել իշխանություն։ Կարծում եք մրցակցայինի դեպքում ինչ արդյունքներ կլինեն, թե շուտ է այդպես կանխորոշումներ անելու համար։ Շատ շուտ է, որովհետև անակնկալներ կան եւ վերադասավորումներ կլինեն քաղաքական եթերում, հարթակում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Զրուցակիցս Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։